Հարգելի գործընկերներ, զգուշացեք, խոսափողը գուցե անջատվի, սակայն ոչ թե խորհրդարանում ու падգամավորի խոսափողը, այլ փողոցում, կառավարությունում, ազգային ժողովում կամ դատարանում ու լրագրողի խոսափողը, որը դառնում է քաղաքական հերթական լարման պատճառը։ Երբ մի կողմում իշխանության ներկայացուցիչն է, իսկ մյուս կողմում լրագրողը, որը խոսում է այն թեմաների մասին ու տալիս այնպիսի հարցեր, որոնք մեղմ ասած ցանկալի չեն, հայտնվում է սև ցուցակում ու սկսվում է հետապնդումների ալիքը։ Գրառումների մակարդակից իրավական կոնկրետ գործողություններ, դիցուկ ձերբակալություններ, արգրավումներ։ Ինչու են պիտակավորում լրատվամիջոցներին եւ ով է ամենաշատը դատի տալիս մամուլի ներկայացուցիչներին, Անի Աբաղյանն է փորձել պարզել։ Քիշնևից Բուդապեշտ, Թբիլիսիից Երևան։ Մամուլի ներկայացուցիչները թիրախ են դառնում հատկապես երբ իշխանության ներկայացուցչի կողքով անցնելիս օպերատորը սեղմում է ռեկ կոճակը, իսկ լրագրողը միացնում խոսափողը, պատրաստվելով հարց տալ։ Եվ մթնոլորտը թեժանում է այն հարցերից հետո, որոնց պատասխանները չեն ուզում լսելի դառնա։ Ինչու են հայաստանյան լրատվամիջոցներին թիրախավորում հիմա։ Որն է նպատակը։ Վախեցնելն է։ Նախ եւ առաջ վախեցնելն է, այսինքն ոչ մի անհրաժեշտություն չկա այդ ոդքասթի տղաների ձեռքերը ոլորել, գետնին քցել, չգիտեմ, ստորացնել եւ այլն։ Ոչ մի անհրաժեշտություն չկա։ Ոչ մի անհրաժեշտություն չկա ԱԱՑ ուղարկել։